Փառքնժդեհին եւ ազատություն ապստամբ արժանապատիվ հայրենատեր Սասնածռերին։ Սասնածռեր, ովքեր զենք բարձրացրեցին Հայաստանը օկուպացրած ռուս թուրքական ռեժիմի ոստիկանապետության ղեկավարի դեմ, ասել է թե Սերժիկի դեմ։ Մենք լավ գիտենք, որ այդ ոստիկանապետությունը ավելի է հզորացել իր ոստիկանների քանակով, ստորաբաժանումներով եւ զինատեսակներով։ Նիկոլի օրոք։ Այսինքն իրականում Սասնածռերը ապստամբել են այս նույն ռեժիմի դեմ, որի ժամանակին որ ղեկավարը Սերժիկ Սարգսյանն էր, որը այսօրվա ռեժիմի պես ավելի կայացած չէր ներսում ոստիկաններով եւ այսօր Սասնածռերի բանտում գտնվելը հենց այն ապացույցն է, որ ռեժիմը չի փոխվել, որ Սերժիկի եւ Նիկոլի միջև երբեք տարբերություն չի եղել։ Հենց ծռերի բանտում լինելը հենց դա է ապացուցում։ Ես ուզում եմ մի փոքր անադարձ դա անել վերջի բանավեճին, մինչև դրան հասնելը մի զգուշացում հայ հանրությանը։ Նիկոլը բազմիցս խոստացել է, որ ինքը սխալվել է։ Չէ, ասում ենք, այդ ոնց էր Ստեփանակերտում ասեցիր Արցախը Հայաստան է, եկար գնաց էր Եվրոպա, ասիր Արցախը Ադրբեջան է։ Ասում է սխալվել եմ։ Ասում է ես սխալվել եմ, որ հայրենասեր եմ եղել։ Այդ հայրենասիրությունից դրդված էլ ցեղասպանություն, էլ Արարատ լեռ, էլ Արցախ համարել եմ իրողություն մերը, վիշտը մերը, Ադրբեջանին ագրեսոր եմ համարել, սխալվել եմ։ Հիմա էլ ասում եմ, սխալվել եմ այն ժամանակ, որ Սասնածռերին ահաբեկիչ չեմ համարել։ Ժորդ, այս տպավորությունը, որ այս մարդու անցյալը, մինչև վարչապետ դառնալը, ամբողջությամբ սխալ է։ Այսինքն ոչ թե տպավորությունը իր ասելուց դա է դուրս գալի։ Եթե մենք անկախությունից, նոր անկախությունից մինչև օրս ամեն ինչ սխալ ենք արել, սիրո ադրբեջանական ճակերտների մեջ Արցախ ենք օկուպացրել, ուրեմն մեր 90-ականներից սկսած սկզբներից մինչև իր գալը, 20 թիվը, երբ որ ինքը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ճանաչեց Արցախը Ադրբեջանի տարածք։ Այսինքն մինչև այդ պահը մենք բոլորս իր հետ ստացվում է, եթե մենք ընդունում ենք իրեն, ապրել ենք սխալ։ Հա, ժորդ, մենք սխալ ենք ապրել, մեր անցյալը սխալ է, եթե մեր անցյալը սխալ է, բա մենք ով ենք։ Հիմա սխալ անցյալ ունեցող Նիկոլը եկել է մեր երկրի իշխանության համար, մտել է պայքարի։ Մենք սխալ։ Էսի նաև են, ես ականջովս ընկել է, որ կրիմինալ, չգիտեմ, հանցագործ, հա, մշակույթի մարդիկ կան, որոնք Նիկոլի հորդորով բանդերից են ազատվում, թե դրանց եղբայրներին են բանդերից ազատում։ Այդ մարդիկ էլ են լծված ժողովրդին ստիպելու, վախեցնելու, համոզելու, ախպեր, մեր ախպերը նստած է, հեսա պետք է դուրս գա, պետք է Նիկոլը Ամունիսյանի, պետք է, բա մեր ախպոր համար չքվեարկենք։ Նիկոլին բերենք բան իշխանության, լավ տղերք, դուք աջակցում եք մի մարդու, ով իր անցյալը սխալ է համարում։ Իր անցածը սխալ է։ Հիմա դու մտածի, դու լավ տղա ես, թե չէ։ Ինչը վերաբերում է բանավեճին, հմեկում տեղի ունեցած։ Այս բանավեճը ապացուցեց, որ այդտեղ հավաքված է 19 խմբերից մի կողմը բևեռներ, որը չի ընդունում խորհրդային Հայաստանի սահմանները, այդ հանցագործության, այդ օջախը։ Այն 18-ը Նիկոլին դեմ կխոսեն, Նիկոլի օգտին կխոսեն, հասկանում եք, Նիկոլին նման կխոսեն, այն մնացած ընդունում են խորհրդային Հայաստան, այսինքն նրանց մեջ տարբերություն չկա։ Հիմա հասկանում եք, թե Ալիևը ինչի չի անհանգստանում, երբ որ տեսնում է այստեղ, իրավիճակը սա է։ Ես
համոզված եմ, որ ընտրությունները կեղծվելու են։ Եվ Ալիևի սրտով խորհրդան է ձևավորվելու, այսինքն այդ մուրճ մանգաղաստղը ըստ էության մնալու է ոնց որ կա այս պահին, այսօրվա դրությամբ։ Այդ մուրճ մանգաղաստղը, որ ասենք իսկապես 23 թվին, դե 21 թվին ձևավորվեց եւ 23 թվին Արցախը հայաթափվեց, մուրճ մանգաղաստղի բան չպատահեց։ Ոչ էլ այդ մուրճ մանգաղաստղը ինչ-որ բան փոխեց մեր երկրում։ Սսկվեց եւ ընդունեց Հայաստանի սահմանները բոլշևիկյան այդ Ստալինի կրծած, կտրած, կտրտած Լենինովը, Ստալինով այդ սահմանները, որը միջազգային սահմաններ չեն։ Միջազգայինը դա ազգերի լիգայի, որը միջազգային կառույց է։ Առաջադրությամբ, հանձնարարությամբ Վիլսոնի իրավարար վճռով դելիմիտացիա արված սահմաններով Հայաստանն է։ Որ սրանք ասում են, դա դե բաներ մթամես քանը կարող ենք պահել, ինչի եք բզբզում, որ հանգարց դրա համար էլ մի հատ կռիվ լինի։ Եթե դու ընդունում ես, որ դու Նիկոլի ասած սխալն ես, հանցագործն ես, այսինքն եթե դու ընդունում ես այդ պուճուր սահմաններն եք օնը, այդ ժամանակ դու չես փրկվելու, որտեղ Ալիևը քեզ չի ներելու։ Բոլորս էլ գիտենք, որ թուրքերի նպատակը Հայաստանը վերացնելն է, չկա խաղաղություն Հայաստանի հետ։ Իրենք այդպես պետություն չեն ճանաչում։ Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը։ Հավատացեք, Ալիևը ձեզ չի խնայելու, հենց որ դուք ընդունեցիք, որ դուք խորհրդային Հայաստանի սահմաններով պետություն եք, որտեղ ձեր վզին դնելու է բեռ, որը արդեն դրված է, պնդելու է, սեղմելու է, առաջ է տանելու եւ մեծացնելու է։ Ալիևը ձեր հորովբորդ տղեն չի, ձեր լավը ուզողը չի։ Ադրբեջանը դա ամերիկան չէ, որ գա, ասենք, ստեղ ու թաթը դնի թրիպ սարքի անունը դնի, թրիպ թաթը դնի, որ Իլհամը թունելներ է գցել, ճամփեր գցել եկել հասել է այդտեղ, երկու կողմից։ Մնում է այդ մի քանի կիլոմետր է, սպասում է։ Եթե թրիպը այդ թաթը չդներ Ամերիկան, ես դեմ եմ այդ թրիպին, բայց ժամանակը որ մենք ժամանակ ենք շահում։ Եթե մենք ազատվում ենք Նիկոլից, ռուսական ցանկացած, այսինքն այդ ով կար այնտեղ։ Մենք այդ թրիպի հարցերը լուծում ենք այլ կերպ, լրիվ այլ կերպ, հասկանում եք, իսկ եթե մնաց որից է ռուսական կամ թրքաբոլշևիկյան կամ առավել ևս Նիկոլը, հավատացեք այդ հատվածից էլ եք զրկվելու, որտեղ ստիպելու է Ալիևը Նիկոլին ասի, ասա ես համաձայն եմ, որ ադրբեջանցիները վերահսկեն կամ խառնվեն, կամ արտոնյալ լինեն, ես համաձայն եմ, կասի, Ամերիկան էլ կասի, թե քո տարածքն է, դու համաձայն ես, խնդիր չկա, օրինակ։ Եթե, ասենք, սահմանադրություն է փոխվում Ալիևի պահանջով, հասկանում եք, Վիլսոնի իրավարար վճռի դեմ է արվում սա։ Վիլսոնի իրավարար վճռը միջազգային փաստաթուղթ է։ Եթե մենք Վիլսոնի իրավարար վճռով չենք գնում միջազգային դատարան, այլ սահմանադրությամբ ընդունում ենք, որ Արցախն Ադրբեջանի Նախիջևան մենք հրաժարվում ենք, այսինքն ավտոմատ, հետո եթե իշխանապողություն լինի, ես գամ իշխանության ասեմ, ստոպ, այս Վիլսոնի իրավարար դժվար է լինելու։ Ալիևը կասի հրաժարվել ես, չես կարող։ Ոնց որ տունդ վաճառես մեկին, մի քանի տարի ինքն դեղ ապրի, դու գնաց ասես փոշմանել եմ։ Դա արդեն իր տունն է փաստաթղթով միջազգային։ Հենց որ դու համաձայնվեցիր, երկու պետությունների միջև թուղթ ստորագրվեց, որ սահմանը սա է, դա դառնում է միջազգային փաստաթուղթ։ Եթե իրավարար վճիռը հեչ անենք։ Իսկ երբ որ չենք կարողանում համաձայնել այս արդյունքում, երրորդ կողմը գալիս է միջազգային իրավունքով մտնում է, ինքը գծում է ու անում դնում է իրավարար վճիռ եւ երկուսի համար էլ կատարելի փաստաթուղթ է եւ մեր համար եւ Թուրքիայի համար եւ Ադրբեջանի համար, ում հետ ինչ սահման ունենք։ Էլ ոչ մեկ չի կարող նեղանա, ասի ես չի։ Դա արդեն միջազգային իրավունք է։ Ինձ պետք է չնեղանան։ Այդ ասեք, անդրադառնան Բևերն ուզում է Վրաստանի հետ հարաբերություն փչացնի, Վիլսոնի իրավարար վճռով Ջավախքը Հայաստան է։ Ես Ջավախք եմ ուզել։ Չեմ ուզել, չէ՞ ժամանակ։ Միջազգային իրավունքը գտել է, որ դա իմն է։ Եթե միջազգային իրավունքը գտել է դա իմն է, թող Վրաստանը անհանգստանա, որ ինքը ինձանից այդ հողը 100 տարի պահել է։ Թող Վրաստանը մտածի, ես ինչի պետք է մտածեմ։ Հասկանում եք, վախեցնում եք, թե հəmել այդ մի ճամփեն ունեք Վրաստանի հետ եք հարաբերություն փչացնում, չթող Վրաստանը վախենա, որ ես կարող եմ իրեն ասել, բա 100 տարի այդ հողը չի տարել, եթե կոնը չի։ Չէ, ես էլ կարող եմ, չէ, Իլհամպես ասեմ, դե բեր հատուցի։ Ինչու եք հակառակը մատուցում ժողովրդին։ Ինչու եք վախեցնում։
որ իբր սա կարող ենք պահել, դուք այս չափերով, այս հանցագործի պիտակ խորհրդային Հայաստանի սահմաններով, դուք չեք կարող այս պետությունը պահել։ Դուք արդեն ասում եք, որ մենք հանցագործ ենք, թուրքերին սպանել ենք, հողը ձեռս խլել ենք։ Վերջ, դրա տակից դուրս գալ հնարավոր չէ։ Հետն էլ երբ որ դու ինքնախոստովանում ես։ Թուրքերը մինչև որս չեն խոստովանում, որ ենք ցեղասպանություն են արել։ Դու ինչ ես խոստովանում, որ դու թուրքերին էթնիկ զտումով Արցախից հանել ես դուրս։ Ինչ ես խոստովանում, որ դու ցեղասպան ես։ Էս է գլխիդ կատարվելու, եթե դու մնաս խեղճ տկար նիկոլական և, չգիտեմ, Քոչարյանական, Տաշիր Սամոյական, Ծառուկյան Գագիկական, չգիտեմ, եսի միջիկական, քո մոտ պետք է լինի տարբերություն։ Մենք հանցագործ չենք, երբ որ առաջին հանրապետության իրավահաջորդն ենք։ Մենք ոչ մեկից ոչինչ տարած չենք լինում։ Եթե մենք Վիլսոնյան Հայաստանի իրավահաջորդն ենք, եթե մենք խորհրդային Հայաստանի իրավահաջորդն ենք, մենք հանցագործ ենք եւ դրա համար պետք է պատասխան տանք։ Հիմա դու դու հանցագործ ես թե չէ։ Դրա համար կա համար 8-ը, որը քեզ փրկում է բոլոր հանցանքներից, սարկված հանցանքներից։ Քո գլխին սարկած ու քո կողմից վախի մթնոլորտում ընդունած։ Էլի եմ ասում, թող Վրաստանը վախենա, որ ինքը մեզ հարկեր պետք է վճարի, եթե հանկարծ մենք չարանանք։ Էլի եմ ասում, Վրաստանից մենք ոչինչ չենք ուզել ժամանակին, դա ազգերի լիգան է որոշել։ Պետք է դա հասկանան մեր հարևանները։ Եթե մենք ճիշտ մատուցենք, ոչ թե վախենանք, դրանք այլ ընդհակառակը։ Իրենք կլինեն զիջող, առաջարկեն ոնց անենք, այս հարցը լուծենք, այս խնդիրը ոնց լուծենք։ Տեսնեք Ալիևը չելաստեղից մեզ ոնց է սարքել հանցագործ ու վրա տալի, Արևմտյան Ադրբեջան չգիտեմ, եսի ինչ։ Ձև կա։ Իսկ որ մեկն էլ ասում է 80 միլիոնից Թուրքիա, 10 միլիոնից Ադրբեջան, մենք 2-3 միլիոն, 21-րդ դարն է, քանակ չկա։ Միտք։ Սարքի ռոբոտներ փոխարինի 80 միլիոնին։ Նորմալ ռոբոտ սարքի 1000 մարդու փոխարին գործ է անում։ Ով է ասել, որ այս բանը 15-րդ դարը չի, որ շատ էլ ռուսներն են մսի հաշվին կռվում այս պատերազմի ժամանակ։ Տեսնեք Ուկրաինան ինչ անում։ Հատսներ է սարքում եւ ինքը իր բանակը քիչ է, զորակ մարդկանց քանակը քիչ է, բայց տեխնիկայի ուղեղով իրեն մի քանի անգամ գերազանցող Ռուսաստանի հերն անիծում է։ Ամեն ինչ հնարավոր է անել, եթե չվախենաս Փարքնժդեհին, ընտրեք համար 8-ին, որպեսզի հանցագործ չդառնաք։ Մնաք խաղաղությամբ։